Շատ լավ, շատ ցայտուն կերպով միշտ բանակի կողքին եք եւ մեկ անգամ նույնիսկ Մարտիկ հաղորդաշարի հյուրն եք եղել։ Ուստի ինչ կարծիք կհայտնեք Մարտիկ հաղորդաշարի փակվելու վերաբերյալ։ Ասեմ, որ այն ամենը, ինչ որ կապված է զինվորի հետ, ես շատ կարևորում եմ, որտեղ այն սահմանն է, այն տարածքն է, որտեղ որ ամեն ինչ իսկական է եւ նվիրական է։ Ես ուզում եմ, որ այսպիսի հաղորդումները ոչ թե փակվեն, այլ ավելանան։ Մենք ունենք կարիքը դրա, մեր երիտասարդությունը ունի կարիք այդ հաղորդումների, այն մարդկանց, որոնք գնում են դեպի զինվորը, բայց իրականում, այսպես ասեմ, մենք ենք զինվորից ստանում այն ամենը, ինչ որ պետք է մեզ հետո ներդնելու մեր ստեղծագործությունների, մեր մշակույթի մեջ, որովհետև եթե չլինի հայ զինվորի կերպարը այսօր, երևի թե այն հավատքը, որ հայ ժողովուրդը այսօր ունի, կարծում եմ, որ չեր ունենա։ Ես ուզում եմ, որ այդ հաղորդումները եւս մեկ անգամ ուշ տան մեր երիտասարդությանը, օրինակ ծառայեն մեր երիտասարդությանը, որ անկախ ամեն ինչից, անկախ իրավիճակից, այսօր հայ զինվորը օրինակ է յուրաքանչյուր մարդ հասկացողության համար, փառք մեր ժողովրդին, որ ծնում են այսպիսի զավակներ, փառք են հերոսներին, որոնց կողքին մենք այսօր ապրում ենք եւ գիտակցում ենք, որ ապրում ենք իրենց կողքին, փառք են տղեկին, որոնք այսօր մեր հետ չեն, բայց մեր հոգիներում են։ Շնորհակալություն։